Բարև ձեզ։ Մենք շարունակում ենք խոսել կառուցապատման եւ դրան հարակից ոլորտների մասին։ Մինչ ես կներկայացնեմ այսօրվա մեր հյուրին, դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։ Այսօրվա մեր հյուրը Կա հիմնադրամի համահիմնադիր նախագահ Եվա Զեյնալյանն է։ Բարև ձեզ Եվա, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Բարև ձեզ։ Կա հիմնադրամը մեկն է այն 3 հիմնադրամներից, որին ընտրել է Դիգնիսին համագործակցության համար, վստահ լինելով, որ տրված գումարները միանշանակ ճիշտ նպատակին են ծառայելու։ Մենք նույնպես շատ ուրախ ենք այս համագործակցության համար, իրականում մեզ համար նոր քայլ է ավելի ընդլայնելու մեր գործընկերների ցանկը։ Եվա, մեր հասարակության մեջ առհասարակ բարեգործություն ասվածի հանդեպ մի փոքր դիմադրություն եւ անվստահություն կա։ Շատերը չեն հավատում, որ այն հավաքագրվող գումարները ճիշտ հասցեատերերի են գտնում կամ իրականացվող ծրագրերը ձևական բնույթ չեն կրում։ Ինչպես վստահել, ինչպես համոզված լինել, որ այն ինչ արվում է իրապես բարեգործություն է։ Համաձայն եմ ձեր ասածի հետ, ես կարող եմ խոսել հենց մեր հիմնադրամի հետ կապված։ Մենք ունենք դրամահավաքի համար հենց հատկացված հատուկ դրամահավաքի հարթակ, որը հենց ինքն իրենով թափանցիկությունը ցույց է տալիս այն աշճան, որ նույնիսկ երբ որ մեզ թեավճար է փոխանցվում, մարդ կարող է մտնել հիմնական ֆոնդ ու տեսնել, որ իր տված թեավճարը նույնպես պարզ բոլորին երևում է։ Ամեն ծրագիր, որը արվում է, հետո հաշվետվություն է ներկայացվում նվիրատուներին եւ քանի որ մենք արդեն ԱՄՆ-ում ունենք 501C3 ստանդարտ, դա նույնպես իմացողներին արդեն հաստատում է, որ մենք վստահելի հիմնադրամ ենք։ Դա տրվում է կոնկրետ ինչ-որ չափանիշներին համապատասխանելու դեպքում, մենք դեկտեմբերին արդեն դա ստացել ենք։ Անկախ ամեն ինչից մի փոքր մանրամասնենք ինչ է որակավորումը իրենից ենթադրում, որպեսզի մեզ դիտորդները նույնպես հասկանան, ինչ որակավորման մասին է գնում խոսքը։ Հիմնադրամը գրանցված է ԱՄՆ-ում եւ տվյալ ստանդարտը նշանակում է, որ մենք աշխատում ենք ԱՄՆ-ում բոլոր չափորոշիչներին համապատասխան, օրենքներին եւ չափանիշներին համապատասխան, այլ առավելություն, որ մեզ տալիս է այս ստանդարտը նա է, որ մենք նաեւ հնարավորություն ունենք մարդկանց հարկերից նվազեցումներ իրականացնել այն գումարի չափով, որոնք որ նրանք նվիրատվության են տալիս մեզ։ Այս պահի դրությամբ մենք Հայաստանում աշխատում ենք գործընկեր հիմնադրամի հետ, բայց հաշվի առնելով մեր նորանոր համագործակցություններ եւ այլն, որոշել ենք այստեղ մասնաճյուղ բացել, ինչ որ արդեն ընթացքի մեջ է։ Ինչպես ասացի, մենք ունենք հիմնադրամից դրամահավաքի հարթակ, ինչ որ ապահովում է ամբողջ թափանցիկություն ու գումարների հավաքագրման եւ ծախսի, որովհետեւ ի տարբերություն ոչ հիմնադրամների մենք չենք նշում ուղղակի օրինակ, հա, տվեք մեզ դիցուկ $100, մենք այդ $100-ին համապատասխան մի հատ երեխայի պայուսակ կառնենք կամ բուժման ինչ-որ գումար կհատկացնենք, որտեղ դեպքում օրինակ կարող է 1000 հոգի $100 փոխանցել, արդյունքում 5 երեխա ինչ-որ բան դու անես, բայց ամեն մեկին ասես քո տված $100-ով արեցինք։ Մեր դեպքում հարթակը արդեն սկսել է հնարավորություն ցույց տալ թափանցիկություն թե հիմնադրամի կողմից դրված նախագծերի համար եւ թե այլ կազմակերպությունների եւ անհատների կողմից, ովքեր երբ որ դնում են նախագիծ կայքի վրա, բնականաբար ինչ-որ ստուգում է անցնում ստուգենք հավաստիություն, եթե դա բուժման կամ ուսման հետ է կապված դրամահավաքը, եթե ոչ պարզապես ուղղակի դրամահավաքը սկսվում է եւ մենք դրա հետ կապված նաեւ ունենք հստակ հաշվետվության մեխանիզմ, այսինքն անհատը կամ կազմակերպությունը, որ այս կամ այն նպատակի համար դրամահավաք է կազմակերպում, պարտավորվածություն ունի ներկայացնել կոնկրետ թղթեր վճարման եւ ծախսերի, հա, որոնք որ նա արել տվյալ գումարով։ Այսինքն մենք որպես հարթակ դառնում ենք այն միջին օղակը, որ նվիրատուներին երաշխավորում է, որ տված գումար ուղղակի չգնաց մեկի հաշվի համարի վրա, ինքը հետո ուսման գումարով գնաց իրան հեռախոս առավ, թե չգիտեմ, ճանապարհորդեց Իտալիա, այլ հենց չէ, ինչի համար հավաքել ես, գումարը դրա համար ծախսվում է։ Այն դեպքում, եթե ինչ-որ խնդիր է լինում, նույնպես պայմանագրով գումարը պետք է հետ նստի հիմնադրամ եւ արդեն կամ հիմնադրամի հայեցողությամբ այլ նման նախագծերի վրա կգնա կամ կվերադարձվի նվիրատուներին։ Ամեն դեպքում եւ հասարակության մեջ նախորդ հարցից նորից մի փոքր անդրադառնալով բոլորն էլ հասկանում են, որ հիմնադրամը ունի նաեւ իր ծախսերը, ադմինիստրատիվ եւ տեխնիկական որոշ հարցեր կարգավորելու համար։ Ամեն դեպքում ինչ կերպով է սա հաշվետվություն որպես ներկայացվում դոնորներին կամ ինչպես դուք նշեցիք այն մարդկանց, ովքեր ցանկանում են նվիրատվություն անել, բարեգործություն անել, ինչ կերպով է սա երևում, թե իրենց փոխանցած գումարից օրինակ որ հատվածն է կամ արդյոք ինչ որ հատված ծառայում է հիմնադրամի ադմինիստրատիվ կամ տեխնիկական ինչ որ հարցեր կարգավորելու համար։
Բնականաբար ինչ-որ հատված նախատեսված է դրա համար, ինչպես մեր կայքում նշված է, կրկին ասում ամեն շատ թափանցիկ է արվում, կախված նախագծից մենք պահում ենք կատարում 10-ից 20%։ Դա ուղղ կապ ունի նրա հետ, թե ինչքանով մենք ներգրավված ենք տվյալ նախագիծը իրականացնելու մեջ։ Լինում են դեպքեր, օրինակ, երբ որ մենք օգնում ենք նախագիծը նույնիսկ կազմել, անկախ նրանից, որ դա մեր հիմնադրամի տակ չի ծրագիրը դրվում, լինում է դեպքեր, երբ որ օրինակ լրացուցիչ ճանապարհային ծախսեր պետք է լինեն, չէ, նկարահանում, հաշվետվություն եւ այլն, բնականաբար այդ ամիջ հաշվի առնվում, յուրաքանչյուր փոխանցման համար նաեւ բանկը իր տոկոսն է պահում, ինչ որ նույնպես ներառված է մեր ադմինիստրատիվ ծախսի մեջ։ Եվա, ինչը ձեզ ոգեշնչեց, մոտիվացրեց մուտք գործել այս ոլորտ։ Ես միշտ երազանք ունեցել եմ հիմնադրամ ունենալու ու նպատակը միշտ եղել է կրթական լինի, այսինքն երիտասարդության ավելի զարգացնել, որովհետև ես կարծում եմ, որ շատ դռներ մարդու համար բացում են հենց գիտելիքները։ Միտքը, բայց ի սկզբանե ես ինչի եմ ուզել հենց ունենալ հիմնադրամ, եղել է նա, որ մենք Բաքում ունեցել ենք ընտանիք, որտեղ տարբեր երեխաներ էին որդեգրված, վստահ եմ շատ իրանց կճանաչեն։ Մեջները կար մի երեխա, որ ինձ զգալի տարիքով փոքր էր, ու ես երևի տեսել եմ այդ պահը, թե ոնց եթե մեկի մեջքին մարդ չկա, իր այդ ոնց է վարվես անցնում է։ Ու մի քանի տարի առաջ մի հատ կնոջ համար նախագիծ էի գրում, ու իր այդ քննարկում էի, թե ոնց կուզեի, որ այդ երեխան կրթություն ունենար, ու մի օր երբ ես ինչ-որ գումար ունենամ, անպայման կտրամադրեմ, հա, իրան կրթության տալու համար եւ այլն։ Ինչին ինքը ինձ պատասխանեց, որ եթե ես նախագիծը գրեմ, ինքը իր շրջապատի մեջ fundraising կկազմակերպի ու երեխայի համար այդ գումարը կգտնի։ Ունեն զուգադիպեց, որ հենց այդ օրը ես տեսա Facebook-ով իմ հին գոլեգաներից մեկը 3D անիմացիայի դպրոց էր բացել ու դասընթացները լրիվ անվճար են, բայց պայմաններ, որ երեխան պետք է Գյումրիում լինի, որովհետև դասընթացները օֆլայն են։ Եվ այդպեսով ես կապի եմ դուրս գալիս իմ նախկին գործընկերոջ հետ, ճշտում պայմանները, նախագիծը գրում եմ ու 3-4 օրվա մեջ գումարը ստանում ենք։ Կապվում եմ երեխայի հետ, ում հետ իրական նախապես խոսել ենք, որ եթե ծրագիր գրվի կտեղափոխվես 1.5 տարով Գյումրի եւ այլն, ինքը մինչ այդ համաձայնվել էր, բայց այդ պահին ասեց, որ իր տվյալ պահի աշխատավարձ ավելի մեծ էր, քան ինչ որ մենք կարող ենք ապահովել այդ կրթության ընթացքում որոշակի գումար ամսավճար, ու ինքը չտեղափոխվեց Գյումրի։ Փոխարենը ծրագրին մասնակցեցին 2 այլ երեխա մանկատնից, մանկատնից արդեն դուրս եկած 18 տարին բոլորած 2 երեխա, որոնցից մեկը իրականում հենց հաջորդ շաբաթ պլանավորում էր տեղափոխվել Ռուսաստան, բանվորություն աներ, որ գումար հավաքեր ու հետ գար հենց այդ դասերին մասնակցելու համար, որ ճիշտն ասեմ, կիսով չափ գոհ եմ, այսինքն ուրախ եմ, որ ես ինքս ինչ որ ուզել եմ ժամանակին այդ երեխայի համար անեմ, գոնե փորձել եմ անեմ, տխուր եմ, որ իր կյանքը փոխելու հնարավորություն չեղավ, բայց հետո միշտ երևի ամեն մարդ ինքն իր կյանքի ուղին ընտրում ու ինչ որ ինքն անում է իրան հարմար էր։ Ուրախ եմ, որ այդ երեխան ու իր ընկերը կարողացան մասնագիտություն ձեռք բերել ու գիտեմ, որ շատ լավ աշխատում են հենց այդ ոլորտով, շատ լավ գումար են արդեն աշխատում։ Ծրագիրը արդեն վաղուց ավարտվել է, 1.5 տարի էր, ինչ որ ձեզ պատմում 22 թիվ ապրիլ է սկսվել ծրագիրը։ Հիմա դե շարունակում ենք նույն բանն անել, ու ես երկար մտածում էի հիմնադրամի ուղղվածությունը ինչ կուզեի լիներ, ու հիմա ավելի քան վստահ եմ, որ լինելու են երեխաներ, ում մեջքին այդ մեծեր, ովքեր կարող են իրենց համար ճանապարհ կերտել, ուղղություն ցույց տալ, այդ չունեն այդ մեծերին։ Այ հենց հաջորդ հարցս դրա մասին էր, սովորաբար բարեգործական հիմնադրամները կոնկրետ թիրախավորված են լինում այս ուղղության կամ այս ոլորտին աջակցելու համար։ Ինչու է կա հիմնադրամը բազմապրոֆիլ։ Ասեմ, որովհետև անկախ նրանից, թե դու կյանքում ինչ ուղի ես բռնել կամ այս բան խնդիր ունես, թե երազանք, հենց հիմնադրամի անունն էլ դրա համար կա է, հա, մենք հավատում ենք, որ միշտ կլինի մեկը կամ մեկը, ով այդ պահին քո կողքին կլինի, այսինքն քեզ կաջակցի, չգիտեմ, լրացուցիչ այդ հավատի կամ ոնց ասեմ, ինքնագնահատական բարձրացնելու խոսքը կասի, եւ հենց դրա համար մտածում ենք, որ ամեն հիմնադրամ ինքն ունի իր նեղ պրոֆիլը, հիմնական դալում առողջության ուղղվածություն չէ, կրթության, զարգացման եւ այլն, բայց ես ուզում եի, որ մեր տարածաշրջանում լիներ GoFundMe նման մի բան, այսինքն որ գումար միշտ չի, որ պետք է հավաքես, եթե ինչ-որ խնդիր կա։ Օրինակ, կարող է լինել դեպք, երբ որ երեխա կա, որ սիրում է նկարել, բայց չունի պրոֆեսիոնալ ապարատ։ Նայեք, ընտանիքը աշխատում է, իրանք սոված չեն եւ այլն, բայց դա երազանք է, որ չգիտեմ, կողքից գումար մի օր կդառնա երեխայի համար կամ ոչ։ Այ ինչու օրինակ չի կարող անհատը դրա համար դրամահավաք կազմակերպել։
Ու հենց դրա համար մենք բազմապրոֆիլ ենք մեզ գրանցել, որ չֆիքսվենք մենակ տխուր բաների վրա, այլ կարողանանք իրականում ապահովել ամեն ինչ։ Եվ նաև մարդիկ, ովքեր որ կամայական բանի համար պատրաստ են գումար տալ, չօրինակ մարդ կա մենակ հիվանդության համար չի կտա եւ այդ ֆոտոապարատի համար գումար եւ ինչ որ մեկի ծնունդը նշելու համար գումար, որ ինքն էլ կարողանա ունենալ այդ հնարավորություն դուրս գրել այդ ամեն ինչ իր հարկերից։ Եվա, գիտեմ, որ նոր նախաձեռնություն ունեք եւ նմանը չունեցող հարթակ է ստեղծվում հիմա։ Եկեք մի քիչ այս մասին նույնպես խոսենք։ Այո, դա լինելու է մեր տարածաշրջանում այս պահին առաջին բարեգործական վերավաճառող հարթակը, որը ի սկզբանե կաշխատի միայն on-line հարթակում, հետագայում միգուցե մենք կունենանք վաճառքի կետ։ Ինչով է այն զբաղվելու։ Իրական փակելով մի քանի բաց։ Մենք բոլորս տան ունենք շորեր եւ այլ իրեր, որոնք որ մեզ այլևս պետք չեն լինելու եւ հաճախ ինչ ենք անում, ուղղակի կամ տնից դուրս ենք հանում, կամ թողնում ենք տենց պահարանների մեջ հավերժ, կամ փոխանցում ենք ավելի անապահով ընտանիքների։ Այո, ովքեր ավելի դրա կարիքն ունեն։ Մենք որպես բազում տարիներ փորձ ունեցող մեր ընտանիքով շորերը փոխանցել այլ ընտանիքների, գիտենք, որ միշտ չի, որ նույն շորերը հասնում են համապատասխան չափսերով կամ նույն գործունեություն ծավալող, որտեղ շորը պետք կլինի ընտանիքների մարդկանց։ Դրա համար ինչ ենք մտածել անել։ Հարթակը կաշխատի հետևյալ ձև։ Մարդիկ, ովքեր ունեն այդ իրերը, որոնք որ այլևս իրենց պետք չեն, բայց բնականաբար համապատասխանում են որոշ չափանիշների, նվիրատվություն կանեն հիմնադրամին։ Հիմնադրամը հետագայում դա կվաճառի սիմվոլիկ գումարներով, ինչը կերկարացնի եւ շորի կյանքի շրջանը եւ նաեւ հնարավորություն կտա գնորդին, ով որ գումարը տրամադրելու է շորի դիմաց, ընտրել նախագծի բարեգործական, որին որ ինքը կուզեր գումարը ուղղորդել։ Քանի որ սա բիզնես չի, այլ հիմնադրամի տակ է նախագիծը, բնականաբար շահույթ չի հետապնդում եւ վաճառքից եկած գումարը ամեն մարդ էլի վերջում, տարվա վերջում կտեսնի, թե որ նախագծին գնաց իր գումարը եւ ինչ իրականացվեց իր մասնակցությամբ։ Այսինքն մարդ եւ օգտվում է իրան համապատասխան իր ձեռք բերելու հնարավորությունից եւ նպաստում է էկոլոգիային, որովհետեւ խոսում ենք կանաչ տնտեսություն, սա պետք է ասեմ արագ նորաձևություն տերմինը, չէ, որ աղտոտվածություն է ստեղծվում եւ այլն, համել նաեւ նպաստելու է իր չափով բարեգործական այլ նախագծերի։ Ամփոփելով կուզեի նաեւ հավելել, որ մեր այլ նախագծերի մեջ կա նաև մեկը, որը շուտով լույս կտեսնի եւ կդառնա այլընտրանք Patreon-ի ծառայությանը Հայաստանում։ Առավելությունները, որոնք են լինելու են ավելի ցածր տոկոսադրույք, ավելի հեշտ հասանելիություն գումարներին, որտեղ լինելու ենք Հայաստանում, եւ նույն առավելությունը, որ մենք տալիս ենք այլ նախագծերի համար, այսինքն հարկերից դուրս գրում եւ այլն, լինելու են նաեւ այս նախագծի համար։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար եւ այս ծաղկեփունջը For You-ը պատրաստել է ձեզ համար։ Շնորհակալություն եւ ծաղկեփունջի եւ հրավերի համար։ Ես հիշեցնեմ, որ այսօրվա մեր հյուրը կա հիմնադրամի համահիմնադիր նախագահ Եվա Զեյնալյանն էր։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն եմ հայտնում ոճաբան Քրիստինե Հովանիսյանին։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը։ Դիգնիսին աշխատում է, որ դուք լինեք տեղեկացված։